Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջույն եմ պարոն Խզմալյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Խզմալյան, Facebook-յան ձեր էջում գտա հետևյալ գրառումը, 14 ժամ առաջ եք գրել, դե մեր հարցազրույցի եթեր դուրս գալուց առաջ ժամերի տևողությունը ավելի կմեծանա, բայց այնուամենայնիվ դուք գրել եք հետևյալը 14 ժամ առաջ։ Սա ազգային ինքնասպանություն է պետական մակարդակով։ Սա անընդունելի սրբապղծություն է, որը պետք է մերժվի մեր ժողովրդի կողմից բոլոր օրինական ու սահմանադրական միջոցներով, նախ եւ առաջ ընտրություններում։ Սրա շարունակությունը այլասերում է մեր երկիրն ու ազգը։ Ինչը նկատի ունեիք, ինչին է վերաբերում ձեր այս գրառումը։ Հայաստանի վարչապետը փաստացի հայտարարում է, որ նրան խանգարում է Արցախի եւ ցեղասպանության հիշատակումը, փախստականների իրավունքների վերականգնման հիշատակումը, սահմանադրության մեջ անկախության հռչակագիրը, հայոց եկեղեցին եւ Արարատի պատկերը։ Եվ եթե այդ ամենը անընդունելի է Հայաստանի վարչապետի համար, արդյոք դա դեռևս Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թե արդեն Արևմտյան Ադրբեջանի նահանգապետ։ Որովհետև ասել, որ Ամերիկան է պահանջել նման բան չի կարելի։ Ամերիկացիները մինչև հիմա գնում են եւ ծաղկեպսակներ են դնում ցեղասպանության հուշահամալիրին։ Ասել, որ Արցախի մասին հիշատակումը հանել պահանջում է Եվրոպան, դա էլ է սուտ։ Եվրոպական կառույցները, անգամ չարաբաստիկ Մինսկի խումբը, անգամ ամենաանբարենպաստ համարվող մադրիդյան սկզբունքները նախատեսում են հայկական Արցախը, կապ Հայաստանի հետ եւ Արցախահայության կարգավիճակը եւ պաշտպանությունը միջազգային մեխանիզմներով, խաղապահներով, այսինքն ով է դրդում Հայաստանի վարչապետին հրաժարվելու այդ ամենը, Եվրոպան, Ամերիկան, ոչ։ 3 մարդ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հետևաբար Հայաստանի վարչապետը կատարում է Պուտինի, Ալիևի եւ Էրդողանի թելադրանքը, այդպես է ստացվում։ Հետևաբար մարդիկ, ովքեր աջակցում են եւ պատրաստվում են քվեարկել Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականության օգտին, պետք է գիտակցեն, որ նրանք դրանով իսկ քվեարկում են Պուտինի, Ալիևի եւ Էրդողանի օգտին։ Ես համարում եմ, որ հայ մարդը, հայ կինը, հայ քաղաքացին, հայ ընդհանրապես աշխարհի ցանկացած անկյունում չի կարող ընդունել նման վերջնագրեր, չի կարող ընդունել նման քաղաքականություն եւ ես համարում եմ սա սրբապղծություն, այլասերում եւ ապազգային հակահայկական, հակապետական գործունեություն։ Դուք ասում եք Միացյալ Նահանգները չեն պահանջել, Եվրոպան չի պահանջել այդպիսի փաստեր մենք չունենք։ Բայց այս դրվագը քննարկելով խոսքը գնում է իհարկե բոլորս հասկանում ենք ինչի մասին երեք վարչապետը իր հարց ու պատասխանի ընթացքում լրագրողների հետ նա մեկնաբանելով նրան ուղիղ հարցրեցին արդյոք ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկությունը կապված էր այն փաստի հետ որ նա Արցախի հետ կապված գրքեր էր նվիրել J.D. Vance-ին, նա պարզ ասաց, վարչապետը պարզ ասաց, որ այո, եւ ինքն է պահանջել այդ ուրեմն հրաժարականը։ Շատերը կապում են, հիշեցին, որ J.D. Vance-ի այցի հետ կապված եւս մեկ դրվագ կար ցեղասպանություն, բառը հեռացվեց այդ մամլո հաղորդագրությունից։ Դրանք այդ երկու փաստերը, Փաշինյանի այդ որոշումը եւ J.D. Vance-ի
այդ ինչ որ նշեցի այցի հետ կապված հիշատակումը, ցեղասպանություն բառի, դրանք իրար հետ կապ ունեն, թե չէ։ Ինձ դա չի հետաքրքրում, որովհետև պարոն Վենսը Հայաստանի վարչապետը կամ փոխնախագահը չէ։ Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփի վարչակազմի փոխնախագահն է։ Ուստի եթե պարոն Վենսը հարմար է համարել ծաղիկներ դնել հուշահամալիրի հավերժ կրակին, իսկ հետո հանել իր գրառումից ցեղասպանություն բառը, դա նրա որոշումն է, եւ դա չէ որ պետք է հայ ժողովրդի, հայոց պետության համար լինի այսպիսի որոշումների եւ այսպիսի բացատրությունների պատճառ, որովհետեւ շարունակեք Հայաստանի Հանրապետությունը երևի թե իր քաղաքականությունը պետք է վարի։ Գիտեք, իսկ քաղաքականությունը նա ասում է կառավարությունը ունի իր քաղաքականությունը, որը պարզվեց որն է։ Մենք դրանից ենք սկսել, որ եթե Հայաստանի կառավարության քաղաքականությունը կամ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նա ասում է դա իմ որոշումն է, դա անգամ կառավարության որոշումը չէ, ես վստահ չեմ, որ կառավարության նիստեր նման հարցով հավաքվել, իհարկե ոչ։ Եվ այս պաշտոնյայի փոքր, կարծես թե աննշան պաշտոնյայի մի թանգարանի տնօրենի հեռացումը, դա շարունակություն է ավելի մեծ գաղափարախոսության, որի շրջանակներում այդ կառավարության անդամներից մեկը, մշակույթի նախարարը հայտարարում է, որ Նժդեհը ֆաշիստ է, որ ազգային գաղափարախոսությունը սուտ, փուչ գաղափար է, եւ սա նորություն չէ, մենք լսել ենք նման բաներ 30 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանից, այսինքն սա աննախադեպ չէ, բայց Հայաստանի ժողովուրդը մեկ անգամ մերժեց արդեն այդ ոտնձգությունները, եւ ինչ 30 տարի անց մենք վերադառնում ենք նույն բանի։ Միջազգային տարբեր համալսարանների ցեղասպանագետները բաց նամակ են հղել, ընդ որում ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, բայց դուք ընդգծեցիք, որ կասկածում եք, որ դա կառավարության որոշումներ, այլ դուք կարծում եք, որ հենց Փաշինյանն է այդ որոշումը կայացրել, եւ այսպես այդ նամակ էին հղել կոչ անելով վերականգնել Էդիտա Գզոյանին տնօրենի պաշտոնում։ Ինչ եք կարծում, ինչ է անելու Փաշինյանը։ Դա էական չէ։ Տեսեք, դուք չեք հարցում ինչ է անելու կառավարությունը, որտեղ մենք շատ լավ գիտենք, որ մենք չունենք կառավարություն։ Կառավարությունը, որը բաղկացած է Նիկոլ Փաշինյանի մտերիմներից, նրա քարտուղարներից, նրանց սուրճեպողներից, այլ ոչ թե մասնագետներից, լավագույն ներկայացուցիչներից իրենց ոլորտների։ Նրանք իհարկե կառավարություն չեն։ Նրանք սպասարկում են փաստորեն մեկ մարդու ելևէջները, այն մարդու, որը եկել էր իշխանության արցախյան շարժման կարգախոսներով, կուրծք ծեծելով, Մոնտե Մելքոնյանի պատկերը կրկնօրինակ էր։ Ես չեմ էլ ուզում ասել, որ դա կրկնօրինակում էր, դա կապիկություն էր, իհարկե։ Այդ մասին խոսում էի։ Այո, բայց դա փորձ էր ազդել մեր ժողովրդի, մեր ազգի ենթագիտակցության, փորձ էր ներկայացնել իրեն որպես այդ ազատատենչ ազգի, ազգային շարժման, ազգային ազատագրական մեր նկրտումների, մեր երազանքների մասը, եւ դա էր օգնել նրան հակադրվել նախկիններին, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ դա նախկիններից էլ է նախկին փաստորեն, որովհետեւ նա վերադառնում է ոչ միայն մերժված Տեր-Պետրոսյանական գաղափարախոսությանը, մենք հայտնվել ենք այնտեղ, որի ինչի մասին իմիջիալոց մենք տարիներ շարունակ զգուշացնում ենք։ Եթե Ռուսաստանից նահանջող Ռուսաստանից հետո Հայաստանը չի ինտեգրվում Եվրոպայի հետ, չի ընդունում եվրոպական արժեքները, մարդու եւ ազգի ինքնորոշման եւ ազատությունների, մարդու իրավունքների, արժանապատվության, Եվրոպան այդ մասին է։ Եթե դա չի ընդունվում որպես արժեք, ապա այդ դատարկությունը լցվում է թուրքերի գաղափարախոսությամբ, Թուրանով, եւ մենք տեսնում ենք, որ այդ Թուրանը եւ ճանապարհը ստեղծում Հայաստանի տարածքով, եւ արդեն ներդրված է կառավարության գործունեության մեջ մի փոքր օրինակ, պարզվում է, որ հունիս ամսին
Turkish Airlines թե Airways, չգիտեմ ոնց է կոչվում այդ կիսապետական թուրքական ընկերությունը երկու չվերթ է սկսում կատարել, այսինքն դառնում է ամենափաստորեն հաճախ Հայաստան եկող ու գնացող ավիաընկերություն, ոչ թե եվրոպական որևէ կամ ամերիկյան կամ չգիտեմ արաբական, այլ թուրքական, եւ դա Հայաստանի որոշումն է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Արևմտյան Ադրբեջանի այդ խոսույթը, որը չի դադարում Բաքվից եւ որը ընկալվում է եւ ընդունվում է եւ երևի նախապատրաստվում է Անկարայում, դառնում է մեր պետական օրակարգը։ Չեմ ասում ազգային, որտեվ եթե դա ընդունվեց, մեր ազգը վերջացավ դրանով։ Մեր ազգը, մեր ինքնությունը, մեր պատմությունը, մշակույթը, այն ինչ դարձնում է մեզ հայ, դա ավարտվելու է։ Պարոն Խզմալյան, նման ցնցումներ հասարակությանը պատճառվում է ժամանակ առ ժամանակ։ Սկսած 2020 թվականից, դրանից առաջ չեմ ասի, չգիտեմ, չեմ կարող մատնանշել, բայց դրանից հետո այսպես անընդհատ այսպիսի իրավիճակներ են, որ մի այսպիսի լավ ցնցում է, մարդիկ վրդովվում են։ Չեմ կարող ընդունել դա, կներեք, որ ընդհատում եմ, բայց 2020 թվականին կառավարության շենքից այլ բաներ էին հնչում եւ մեզ կանչել էին պաշտպանելու Արցախը։ Ես ամաչում եմ հիշեցնել դա, բայց ես տունս թողեցի ու գնացի Արցախ։ Ինձ ավտոմատ տվեցին 575 814 46 համարով։ Կալաշնիկովի ավտոմատ 1979 թվականի արտադրության։ Ես դա անգիր եմ հիշում։ Ինձ դա տվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ ուղարկեց Արցախ որպես կամավոր։ Եվ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվում էին, մենք մոռանում ենք, որ օդանավակայաններում հերթեր էին եւ հայերը ամբողջ աշխարհից վազում էին, գալիս էին մեր ջոկատում 2/3-ը դրսից եկած մարդիկ էին։ Իմ հասակի, իմ սերնդի Լեոնիդ Ազգալդյանի անվան ջոկատում եւ նման ջոկատները տասնյակ ու հարյուրավոր էին։ Այսինքն դուք ասում եք 2020-ը 2020-ին իրենք նման բաներ չէին ասում։ Իրենք բոլորովին հակառակ բաներ էին ասում։ Իրենք ասում են, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Դա հենց Լեոնիդ Ազգալդյանի խոսքերն են։ Եվ սա եմ ես անվանում սրբապղծություն։ Եվ մենք որպես ազգ դա չենք կարող ընդունել։ Կվերադառնանք այդ 2020-ին ինչ էր եղել եւ հիմա Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ելույթում կարճ անդրադարձին այդ հարցին, ես շարունակեմ իմ միտքս այդ ցնցումների թեման, այդ շոկային հայտարարությունների եւ բացահայտումների թեման։ Իմ հարցս հետեւյալն էր. այսպիսի իրավիճակ, որը ցնցում է բոլոր դեպքերում հասարակությունը, մենք արդեն ոնց որ սովորել ենք, վրդովվում է հասարակությունը, քննարկում է հասարակությունը, մոռանում է հասարակությունը։ Ոչ, չի մոռանում։ Գիտեք ինչն է դրա հետևանքը։ Դա ունի նպատակ եւ արդյունք։ Այդ ցնցումները նպատակաուղղված են, դա ծրագիր է։ Դա երկրի ու ազգի պառակտման ծրագիր է, որովհետեւ նման ցնցումները քաղաքացիական պատերազմ է, պարզապես հիբրիդային ձևով ընթացող նախապատրաստվում է երկրի վերածումը մի այլ բանի։ Ազգը վերանում է, դառնում է սկզբից ժողովուրդ, հետո խալխ, միլլետ։ Դրան է ուղղված այս ամենը, որովհետև ամեն անգամ, երբ որ փոշին նստում է, պարզվում է, որ մենք էլ ավելի խորացրեցինք մեր հակասությունները։ Սա պառակտման, տրոհման ծրագիր է, որովհետև այլ միջոց փաստորեն այս կառավարությունը, այս իշխանությունը եւ այս վարչապետը չգտան իրենց իշխանությունը ապահովելու համար։ Իրենք ապավինում են ազգի թշնամիներին, Պուտինին, Ալիևին եւ Էրդողանին։ Ահա ինչու ես ընդգծում եմ, որ դա ոչ թե եվրոպական կամ ամերիկյան, ոչ արևմտյան պահանջ է, ոչ։ Սա ռուս-թուրքական դաշինքի պահանջն է։ Եվ այդ պահանջը իրականացվում է մեր աչքի առաջ։
կար հնարավորություն 21-24 թվականին, դա էր պատճառը, որ ես Եվրոպական կուսակցության անունից համագործակցում էի արտախորհրդարանական ձևաչափով, որովհետև մենք կարողացանք պատրաստել բոլորովին այլ ելք, մենք պատրաստեցինք այլ ընտրանքը։ Մի քանի օրից լրանում է 1 տարի, ինչ ընդունվեց եվրոինտեգրման օրենքը, գործընթացի սկիզբը, եւ մենք հիմա կարող ենք արդեն հստակ ասել, որ այդ օրենքը չի իրականացվում, եւ չի իրականացվի, որովհետև Նիկոլ Փաշինյանի վերընտրման պայմանը այդ օրենքի չեղարկումն է։ Ես խոստացա վերադառնալ այդ թեմային Եվրոպական խորհրդարանում պարոն Փաշինյանի վարչապետի մեկ ելույթի, այդ ելույթից մի դրվագ եմ ուզում մեջ բերել։ Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, ասում է Փաշինյանը։ Մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակների համար։ Եկեք տեսնենք այս գիտակցությունը, հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցություն ասելով, ինչ նկատի ունի Փաշինյանը ըստ ձեզ։ Ես չգիտեմ, արդյոք դա Ինչ նոր նշանակում գիտակցության է եկել Փաշինյանը, որին դուք հիշեցրեցիք 2020 թվականը։ նա հիշեցրեց դա, այսինքն նա ուզում է ասել, փաստորեն ստացվում է, որ այդ հազարավոր տղաները, որոնք հիմա եռաբլուրում են կամ մնացին Արցախում, զոհվում են հանուն նրա, որ մենք հրաժարվենք Արցախի հիշատակումից, ցեղասպանության հիշատակումից, որ մենք հրաժարվենք անկախության հռչակագրից, դա է փաստորեն ասում Նիկոլ Փաշինյանը։ Այդպես է ստացվում։ Ես չեմ կարող դա ընդունել։ Եվ Մենք ես զոհերի վստահ եմ, գնով ձեռք ենք բերել Ինչը? ինչ-որ գիտակցություն, որը այժմ մենք տեսնում ենք իրացվում է, ըստ այդ գիտակցության ինչ-որ փոփոխություններ են դա կեղծիք է, դա սուտ է, ոչ։ Մենք եւ պայքարում ենք, քաղաքականություն է մշակվում ներողություն։ գիտեք ինչ, ես ասել եմ մի անգամ, այսինքն դա գաղտնիք չէ։ Մոտավորապես 23 թվականին էր երևի, եթե չեմ սխալվում, 23 կամ 24։ Ես ասել եմ ուղիղ Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, ասեցի ես նրան, եւ վկա են այն մոտավորապես 10 հոգի, ովքեր մասնակցում էին արտախորհրդարանական ձևաչափին։ Ես վկաների մոտ եմ դա ասել։ Եվ իրենք, եթե ազնիվ մարդիկ են, կհաստատեն իմ ասածը։ Ես ասեցի նրան հետևյալը. ողջ աշխարհի պատմությունը այն մասին է, որ նախկին հերոսները, հաղթողները դառնում են պարտված անհաջողակներ։ Սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց մինչև Նապոլեոն, նրանք բոլորը հաղթում էին եւ հետո վերջում պարտվում։ Դուք, ասեցի ես նրան, պարոն վարչապետ, դուք կարող եք դառնալ այսօրվա պարտված վիճակից հաղթող, եթե դուք հասցնեք Հայաստանը անվտանգ երաշխավորված խաղաղությանը Եվրոպայի կազմում։ Դա կնշանակի, որ մեր ազգային ազատագրական պայքարը դարերի հասել է նպատակի եւ զոհերը անիմաստ չէին։ Մենք զոհվում ենք անուն ապագաղութացմանը, ռուսական գաղութացումից դուրս գալու համար։ Եվ դրա համար չէ, որ մենք ընկնենք ռուս-թուրքական գաղութացման տակ։ Դա ես իրեն ասեցի եւ նա, պետք է ասեմ ձեզ, եւ ինձ դա հիշեցրեց Արամ Սարգսյանի միջալոց, նա որ մենք դուրս եկանք, ասեց դու տեսար իր աչքերը, Փաշինյանի աչքերը ոնց վառվեցին այդ պահին, նա ոգևորվեց այդ պահին։ Դրան հետևեց միջալոց այն, որ մենք կարողացանք անցկացնել ստորագրավակը, հետո դա դարձավ օրենք, ի հեճուկս իշխող կուսակցության դիմադրությանը, որտեղ Փաշինյանը այդ պահին հավատաց, որ դա ճիշտ ճանապարհ է։ Հետո նրան համոզեցին հակառակում։ Ով համոզեց, ես չգիտեմ։ Ես կարող եմ ենթադրել, բայց ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ տեսեք, ահա ինչն էր իրական նպատակ, այլ ոչ թե այն, ինչ հիմա ասում են Ստրասբուրգում։ Ինչ է ասում նա Ստրասբուրգում։ Դուք նոր ասեցիք, որ սա իբրև թե հակաքրիստոնեական է, ինչն է։ Խաղաղությունը հաստատվեց արդեն 6-րդ տարին է, ինչ պատերազմ չկա։ Ինչի են մեզ փորձում վաճառել կրկին այդ
խաղաղությունը։ Ես շարունակությունը կարդամ, որ պարզ լինի այդ դեպքում, եթե հակաքրիստոնեական եզրույթին դուք ուզեցիք շարունակենք, նա ասում է մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ու դա ոչ միայն մարդու, ոչ միայն հոգու, այլև համաշխարհային խաղաղության մասին է, որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ խնդիրը գիտեք ինչումն է, այստեղ ես ուզում եի մատնանշել ոչ թե այդ հակաքրիստոնեական նպատակները, որոնք հետո դե շարադրվում է։ Դա նա ասեց, ոչ թե դուք։ Ոչ իհարկե, իր տեքստն է, այլ այն, որ դուք ասում էիք 2020 թվականին մենք բոլորս գնացինք պաշտպանելու Արցախը, եւ այժմ ստացվեց, որ այդ հազարավոր զոհերի գինը այն էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել նոր գիտակցություն։ Այ խնդիրը հենց դրանում է, մենք պետք է դա հասկանանք, ինչ է ասում Փաշինյանը։ Այսինքն մենք հազարավոր զոհեր տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ որ գիտակցություն փոխվի։ Դե նա համարում է, որ այո, ինչ որ բան փոխվել է, որ մենք մոլորության մեջ ենք եղել այն ժամանակ։ Այսինքն մոլորությունից դուրս գալու համար պամ քեզ, այո, չկրկնվի այդ։ Դե մենք վերադառնում ենք սկզբին, այսինքն մենք պետք է արդյունքում հրաժարվենք մեր ինքնությունից, մեր էությունից, մեր հայությունից, Արարատից, Արցախից, ցեղասպանությունից, բայց կրկնում եմ, ոչ ոք դա չի պահանջում բացի մեր թշնամիներից։ Եվրոպան դա չի պահանջում։ Ինչու ոչ մի այլ երկիր այդ ճանապարհով չգնաց։ Վրաստանը ենթադրենք, մինչև հիմա պնդում է, որ գրավյալ տարածքները իրեն են պատկանում։ Ինչու սերբերը, կոսովարները, չգիտեմ, Թիմորը, չեչենները չգնացին այդ ճանապարհով, չհայտարարեցին, որ չէ, գիտեք, մենք սխալվում ենք, իսկ մեզ ցեղասպանող երկրները, ռուսները, զավթիչները կամ այլ զավթիչները ճիշտ էին։ Ինչու միայն հայերը ընտրեցին եւ հիմա պահպանում են մի վարչապետի, որը մեզ համոզում է, որ մեր էությունից հրաժարվելը դա իր նոր գիտակցություն է, որը մենք բոլորս պետք է կիսենք։ Պարոն Խզմալյան, շատերը, որ հիմա քննարկում են, ես դե ասացի, որ բոլոր դեպքերում շատ մեծ վրդովմունք առաջացրեց այդ փաստը, որի մասին խոսեց հենց Փաշինյանը, որ նա հենց ինչու է այդ հրահանգը տվել ցեղասպանության թանգարանի տնօրենին։ Բոլորի մոտ հարց ծագեց, իսկ կարող է դա նշանակի, որ վաղն ցեղասպանության ինստիտուտը փակվի, ցեղասպանություն բառը ընդհանրապես մոռացվի, հուշահամալիրը չգործարկվի այլևս, չաշխատի, փակվի։ Տիկին Գոյանը, դեպի ուր կտանի այս նոր գիտակցության ուղին։ Ասեմ ձեզ, նախ մենք ոչ թե ցեղասպանության հուշահամալիր թանգարանի տնօրինի խնդիրն ենք հիմա քննարկում։ Մենք քննարկում ենք մեր ազգային արժանապատվության, մեր պատմության մշակույթի, մեր ազգային ինքնության հարցը։ Դա ենք մենք փորձում պաշտպանել եւ պաշտպանելու ենք։ Եվ եթե նա բերում է դա ընտրությունների, ես վստահ եմ, որ եթե մենք դեռևս ազգ ենք, մենք նման ընտրություն չենք անի։ Մինչև 1965 թվականը խոսք չէր գնում Հայաստանում ցեղասպանություն հիշատակելու, մենք դեռ հիշում ենք մեր եւ ձեր սերունդը, մենք հիշում ենք, որ ապրիլի 24-ը արգելված սովետական շրջանում օր էր, երբ միակ բանը ինչ անում էր օրինակ Հայաստանի հեռուստատեսությունը, այդ օրը ցուցադրում էր ամերիկյան ֆիլմ ամեն ապրիլի 24-ին կեսգիշերային ճպընթաց, ինչպես է մի ամերիկացի ընկել թուրքական բանդ, եւ մենք հասկանում ենք, որ դա փոքրիկ սենց էզոպյան լեզվով խորհրդանիշը, որ տեսեք, մենք Թուրքիայի մասին ամերիկյան ֆիլմ ենք ցույց տալիս բացասական լույսի տակ ներկայացնելով Թուրքիային, բայց դա չէր նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր պատմությունից, մեր հիշողությունից, մեր զոհված 1.5 միլիոն նախնիներից, ոչ, սա Փաշինյանի անձնական գյուտն է, որը մենք չենք կարող ընդունել։ Ինչու սովետական շրջանում էր
արգելված ցեղասպանությունը, որովհետև Հայաստանը հայ ժողովուրդը ենթարկվում էր ռուսիֆիկացմանը, սովետականացմանը։ Մենք պետք է դառնայինք ոչ թե հայ, այլ սովետական ժողովուրդ։ Ինչ է հիմա առաջարկում Փաշինյանը։ Թուրքաֆիկացում, չգիտեմ ինչպես է դա, պարզապես դեռ չգիտեմ այդ խոսքը։ Թուրքիզացիայի է, փաստորեն նա մեզ փորձում ենթարկել, որովհետև կրկնում եմ, ով է պահանջում դա հայ ժողովրդից։ Իլհամ Ալիևը, Էրդողանը ու նաև Պուտինը, որը ստեղծեց այդ ռուս-թուրքական դաշինքը դեռևս 2011 թվականին, երբ Կրեմլում ընդունեցին Էրդողանին եւ նվիրեցին նրան Մոսկվայի պայմանագրի 21 թվականի մարտի 16-ի փաստաթղթերը նվիրեցին ի նշան ի նշան ռուս-թուրքական պայմանագրի թարմացմանը ի հաշիվ հայերի, ինչպես Լենինն ու Քեմալը արեցին, այդպես էլ արեց Պուտինը ու Էրդողանը Ալիևի հետ։ Եվ հիմա Փաշինյանը մեզ համոզում է, որ ճիշտը դա է։ Ոչ, մենք դա չենք ընդունում։ Որովհետև նա ասում է, մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, նա կապում է դա պատերազմի վտանգի հետ։ Պատերազմի մասնակիցը Նիկոլ Փաշինյանը չէ։ Այնտեղ եկը, ովքեր զոհված մնացին Արցախում եւ եռաբլուրում են, ու նաեւ ես, ու ինպես տասնյակ հազարավոր մարդիկ, մենք էինք պատերազմում եւ մենք չենք ուզում այդ պատերազմը կրկնվի։ Մենք գնացինք պատերազմի, ես 57 տարեկան հասակում գնացի, որ 17 տարեկան, 18 տարեկան երեխաների փոխարեն լինեմ, որ մեր սերունդը պահպանվի, որ մեր ժողովուրդը ազգը պահպանվի, գոնե մեկ կյանք փրկելու համար։ Հիմա մարդը, որը ուրանում է այդ ամենը, ասում է, որ ես չեմ ուզում պատերազմ, այդ մենք չենք ուզում պատերազմ։ Իսկ դուք մեզ հենց պատերազմի մեջ եք գցում, որովհետև ի՞նչն էր պատերազմի նպատակը թուրքերի համար։ Հայաստանի զավթումը, այսպես թե այնպես։ Հիմա չստացվեց զենքով, ստացվում է իրենց մոտ ոչ թե տանկերով, այլ բանկերով, օդանավերով, բենզինով, ցորենով, անասնակերով, հող առնելով, դուք պատերազմ եք հիշատակում ասում եք, որ խաղաղություն եք մեզ բերել 99 տարով, այդ խաղաղության խորհրդի 14 անդամները հիմա պատերազմի մեջ են։ Հյուսիսում պատերազմ է Ռուսաստանը եւ Ուկրաինան, հարավում պատերազմ է Իրանը, հենց հիմա, ինչի մասին է խոսքը։ Եթե մասնատվի Իրանը, Թուրքիան մտնելու է քրդերին հետ պահելու պատրվակով, իսկ Թբրիզը կմիանա Բաքվին, եւ այդ դեպքում ինչ պատերազմի մասին է խոսք։ Իրենք ինչպես խոստանում է Ալիևը, ավտոմեքենաներով կմտնեն, արդեն մտնում են Ամասիա, Գյումրի, Երևան, մտնում են եւ տներ են նայում, հողեր են նայում։ Այդ մենք չենք գնում Բաքու կամ անգամ Նախիջևան, չէ՞, Արցախ չենք գնում։ Մենք անգամ Սյունիք չենք կարող հասնել։ Դուք ուզում եք ասեք, պատերազմը տարբեր դրսևորումներ է ունենում եւ նույնպես պատերազմը մնում է պատերազմ։ Այո, եւ նա է բերում պատերազմը մեր տուն։ Եվ դուք համարում եք, որ այժմ պատերազմ է գնում Հայաստանի դեմ։ Իհարկե, ոչ մի վարքյան չի ընդհատվում այդ պատերազմը, պարզապես ոչ թե կրակոցներով, այլ նրա ստորագրություններով է Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ հասնում իրենց նպատակների։ Ինչ է դա, պատերազմ չէ, պատերազմը ունի նպատակ։ Կրկնում եմ, պատերազմների նպատակն է զավթումը եւ գաղութացումը։ Հիմա մենք տեսնում ենք եւ մեկը եւ մյուսը։ Մեր տարածքում երկու զավթիչ բանակ են, ռուսականը, որը դուրս չի եկել, եւ ադրբեջանականը, որը մտնում է եւ շարունակում է մտնել։ Այսօր դուք ձեր հայտարարության մեջ կար հետևյալ ձևակերպումը, որը դուք նաև ձեր Facebook-յան էջում եք գրել։ Ես կկրկնեմ այն եւ կհարցնեմ, արդյոք խիստ չեք ասել։ Դուք ասացիք եւ գրել եք. եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը դեմ է անկախության հռչակագրին, Արարատի պատկերին, Արցախի եւ Եղեռնի հիշատակմանը, ապա նա Արևմտյան Ադրբեջանի վարչապետ է կամ դուք ասացիք նահանգապետ է, ինչպես էիք ասել։ Ես չգիտեմ ինչպես է Թուրքիայում Ադրբեջանը վարչապետ է։ Դա հարցս խիստ չեք ասել արդյոք։
Ոչ։ Ես պարզապես եզրակացություն արեցի Փաշինյանի խոսքերից։ Եթե նա ինչ-որ տրամաբանական գիծ է շարում, եկեք եզրակացություն անենք, ինչին է բերում այդ տրամաբանությունը։ Քաղաքական գործիչները նրա համար են, որպեսզի եզրակացնեն, վերլուծեն եւ կանխատեսեն։ Մենք կանխատեսում ենք շատ ու շատ բաներ։ Կանխատեսում ենք, որ այստեղից կհեռանա Ռուսաստանը։ Կանխատեսում ենք, որ եթե Եվրոպան չլինի, Թուրքիան ու Ադրբեջանն են մտնելու։ Ցավոք սրտի մենք ճիշտ ենք կանխատեսել։ Մենք կանխատեսում ենք, որ միակ ելքը եվրոինտեգրումն է։ Եվ մենք հասանք անգամ օրենքի, որը նա չի կատարում։ Ապօրինի կերպով չի կատարում օրենքը։ Նա ասավ Ստրասբուրգ, իրեն հատուկ կանչեցին մեկ բանի համար, ոչ թե Այբուբենի արձանիկը բերելու համար, այլ այդ Այբուբենով դիմում տալու Հայաստանը պետք է դիմում տա Եվրամիությանը անդամակցելու համար։ Այստեղ կանգ ենք առնում, գովազդ ենք հայտարարում եթերում եւ շարունակում ենք հենց քննարկելու այն, ինչի մասին դուք նոր խոսում եք։ Ես պարզապես կրկին մեկ մեջբերում ներկայացնեմ ձեր գրառումներից։ Դուք ասում եք Հայաստանը կորցրեց եւս մեկ պատմական շանս, այս ամենը շատ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Ինչի մասին է խոսքը, կասեք գովազդից հետո։ Գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Տիգրան Խզմալյանի հետ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահի։ Եվ այսպես, պարոն Խզմալյան, ես եւս մեկ մեջբերում կներկայացնեմ Փաշինյանի խոսքից, այնուհետև նորից այդ հարցը կբարձրացնեմ, ինչ նկատի ունեք դուք, երբ որ ասում եք Հայաստանը կորցրեց եւս մեկ պատմական շանս, ինչը շատ վտանգավոր է։ Եվ այսպես, Փաշինյանը ասում է. պետք է անկեղծ ասեմ, սակայն խոսքը գնում է Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթի մասին։ Այդ ելույթից եմ ես մեջբերում ներկայացնում։ Պիտի անկեղծ ասեմ, սակայն, որ Եվրոմիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական միության եւ Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Ստացվում է, որ խնդրեմ ունենք Եվրոմիություն անդամակցելու, քանի որ Վրաստանը եւ Եվրոմիությունը սառեցրել են իրենց երկխոսությունը։ Շարունակում եմ. Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն եւ մենք Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամակցության տեխնացուի կարգավիճակ ստացավ։ Այսինքն ստացվում է, որ մենք չէինք այդ գործընթացը սկսի, եթե իմանայինք, որ Վրաստանը եւ Եվրոմիությունը իրար հետ սառեցված են կամ վատ հարաբերությունների մեջ են։ Սա խնդրելու եմ, որ մեկնաբանեք։ Եվ շարունակեմ վերջի հատվածը։ Սա Հայաստանի Եվրամիության անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի, այսինքն Վրաստանը Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ ստացավ, եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական միություն Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար նույնքանը, որքան Վրաստանի համար։ Եվ այսպես իմ հարցերս արդեն ես կարծես թե ներկայացրեցի։ Այստեղ սուտ է եւ սխալ ամեն ինչ։ Ես կփորձեմ հիմա դա ապացուցել։ Նախ ես փորձեցի հասկանալ պալատական մեկնաբանները, որտեղ սովորաբար Փաշինյանի նման հայտարարությունների հետևից անմիջապես սկսվում է մեկնաբանությունների մի շարք, որոնք բացատրում են, արդարացնում են դա, եւ ես կարդում եմ այդ պալատական մեկնաբանների բացատրությունները։ Բա իհարկե դա ճիշտ է ասում վարչապետը, դա աշխարհագրությունն է, մենք առանց Վրաստանի չենք մտնի Եվրոպա, որովհետև սահման չունենք Եվրոպայի հետ։ Կներեք, իսկ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ մենք սահման ունենք, եթե դուք աշխարհագրություն եք բերում, պարոնայք եւ տիկնայք։ Հիշեցնեմ, որ Հայաստանը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ նույնպես Վրաստանով էր առևտուր անում եւ անում։ Հիմա, ճիշտ է, հիմա նաեւ Ադրբեջանի միջոցով։ Դա էլ է զավեշտար է։ Այսինքն սահմանը փակ չէ եւ ոչ միայն վերին լարսն է կամ ներքին լարսն է փակվում ժամանակ առ ժամանակ եւ որ ռուսները որոշում են մեզ պատժել, բայց Վրաստանում կան Փոթի եւ Բատում նավահանգիստներ, որոնք բաց են մեզ համար եւ որով կարելի ասնել Եվրամիության նահավահանգիստներ, օրինակ Կոնստանցա Ռումինիայում, Վարնա Բուլղարիայում, Ուկրաինա կարելի է հասնել եւ այնտեղից բերել ցորեն, որը Ուկրաինան վաճառում է Աֆրիկային, Պակիստանին, այլ ոչ թե ռուսական, ավելի թանկ եւ անասնակերի մակարդակի ցորեն։ Օրինակի համար եմ ասում։ Նույնը վերաբերում է վառելիքին, իսկ էլ ինչ ենք մենք առնում Ռուսաստանից։ Գազ, վառելիք, հա, ու ցորեն, որը կարելի է տասնյակ այլ տեղերից առնել։ Բայց խնդիրը դա չի, ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ Վրաստանը այս առումով աշխարհագրական առումով այդ փաստարկը կեղծ է։ Ում վրա է դա ազդելու։ Մարդկանց, ովքեր չգիտեն, որ
մենք սահման չունենք ոչ Եվրոպայի Եվրոպական միության, ոչ Եվրասիական միության հետ, ուրեմն իմացեք, որ այդ փաստարկը կեղծ է։ Երկրորդը, մենք ասեց նա տվեցինք այդ հայտը Վրաստանի հայտից հետո, Վրաստանը իր հայտը ներկայացրել է Կարգավիճակ ստանալուց հետո։ Այո, հայտը ընդհանրապես տրված էր 2022 թվականին, նույն օրը ինչ Ուկրաինան եւ Մոլդովան։ Եվ 23 թվականի դեկտեմբերին արդեն 23 թվականի դեկտեմբերին իրենք արդեն ստացան կարգավիճակ։ Նույն ձևով Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը միաժամանակ։ Եվ այն ժամանակ էր պետք որ Հայաստանը հայտ տար։ Լավ, չտվեց։ Բայց ասել, որ 25 թվականին մենք տվեցինք 22 թվականի Վրաստանի հայտից հետո դա գիտեք ինչ, սա մանիպուլյացիա է։ Չէ, այստեղ ես կներեք, նա ասեց, երբ Վրաստանը Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ ստացավ։ 23 Այդ ստացավ։ կարգավիճակը ոնց որ թե թեև տվեց Հայաստանին կամ հիմք տվեց Հայաստանին։ Դա էլ է սխալ, ես դա ասում եմ որպես այդ գործընթացի մասնակից, որովհետև կներեք անհամեստության համար հիշեցնեմ, մեր կուսակցությունն էր նախաձեռնել, այլ ոչ թե Վրաստանի օրինակը։ Եվ 24 թվականին արդեն մի տարի անցել էր դրանից հետո, եւ եւս մի տարի անցավ մինչեւ 25 թվականի մարտին մենք ստացանք հնարավորություն այդ դիմումը տալ, մենք դիմում էլ չենք տվել, այդպես որ սա անհեթեթություն է, բացի դա, ներողություն, ստացվում է հարց, նորից հարց տամ, որպեսզի այս դրվագը վերջացնենք, հետո շարունակենք։ Արդյոք սրանով իսկ Փաշինյանը չի ասում, որ եթե Եվրամիություն եւ Վրաստան քաղաքական երկխոսությունը շարունակի սառեցված մնալ, Հայաստանը չի տա անդամակցության հայտ։ Այդ հարցին պատասխան տվեց ոչ այլ ոք, քան Մարտակոսը, Եվրամիության ընդլայնման հանձնակատարը, որը ժամեր առաջ գրեց հենց պատասխան Փաշինյանին, առանց իր անունը տալով։ Նա 2 օր առաջ ասեց, Մարտակոսը ասեց Վրաստանի մասին, որ Եվրոպային տրոյական ձիեր իր կազմում պետք չեն։ Եվ սա վերաբերվում էր, նա ասաց Հունգարիայի մասին, Սլովակիայի մասին եւ հատուկ նշեց այն երկրները, որոնք դեռ ունեն տեխնացու կարգավիճակ։ Իսկ որ ոչ ոք չկասկածի, որ դա վերաբերում էր Վրաստանին, մի քանի ժամ առաջ նույն Մարտակոսը, կրկնում եմ, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը գրեց կոնկրետ հետևյալը. վրացական մեջբերումը իր մեջբերումը կա իմեջի վրա Facebook-ում կարող եք ստուգել։ Նա ասաց, որ վրացական երազանքը ստում է իր ժողովրդին, ասելով իբրև թե մենք տանում ենք ձեզ դեպի Եվրոպա, իրականում ամեն ինչ անելով, որ Եվրոպա, Վրաստանը եւ վրաց ժողովուրդը չհասնեն։ Իրենք ստում են սեփական ժողովրդին եւ իրենք փորձում են խաբել մեզ, ասեց Մարտակոսը։ Եվ ես պնդում եմ, որ դա ուղղակի վերաբերվում է նաեւ Հայաստանին։ Ես դա պնդում եմ։ Ինչպես, պարոն Խզմալյան։ Ճիշտ այնպես, որովհետեւ ես հենց նույն Մարտակոսին եւ բազմաթիվ այլ եվրոպական գործիչներին, դիվանագետներին եւ քաղաքական գործիչներին ու քաղաքագետներին 2 տարի շարունակ ասում եմ, որ ուշադրություն դարձրեք ԿՊ-ն քաղաքացիական պայմանագիրը Փաշինյանի կառավարությունը գնում է վրացական ճանապարհով, վրացական երազանքի ճանապարհով, խաբելով սեփական ժողովրդին եւ խաբելով ձեզ։ Եվ Մարտակոսի պատասխանը հենց դրան է վերաբերվում, որովհետեւ անձամբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Անտոնիո Կոշտան, այսինքն Եվրամիության Եվրոխորհրդի ղեկավարները մարտի 9-ին նախաձեռնեցին Փաշինյանի այցը Ստրասբուրգ։ Մեկ նպատակով, ոչ թե հայկական Այբուբենի արձանին էին կարոտ իրենք Ստրասբուրգում։ Իրենք մեկ հարց ունեին իրեն. դուք մտնում եք Եվրամիություն, թե չէ, որտեղ Եվրամիությունը փակվում է։ Եվ դա այն շանսն էր, որը Փաշինյանը բարեհաջող տապալեց։ Ինչի շանսն էր, դա էր խաղաղության շանսը։ Խաղաղությունը դա Եվրամիության անդամակցությունն է, ուրիշ խաղաղության երաշխիքներ մենք չունենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը ինչ որ մեկին ուզում է համոզել, որ Դոնալդ Թրամփը տալիս է Հայաստանին խաղաղության երաշխիքներ, կամ դա տալիս է Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինը, գուցե հանելն էլ է շանս նա համարում, որ տալիս խաղաղություն։ Ես չգիտեմ ինչ է համարում նա։ Ես գիտեմ, որ Եվրամիությունը Հայաստանին
եւ դրա վարչապետին, մեր վարչապետին տվեց այս շանսը եւ ես գիտեմ, որ այս շանսը չի օգտագործվել օրենքի ընդունումից 1 տարի անց։ Դա էր հարցը, որը Եվրոպան տվեց Հայաստանին, հանձինս Փաշինյան, եւ Փաշինյանը ասեց ոչ, եւ հորինեց եւս մի շարք պատճառներ։ Նրան խանգարում է Արցախի փախստականների սին հույսերը, ինչպես նա ասեց, ընդ որում դա սուտ է, որովհետեւ ՄԱԿ-ի դատարանը Հաագայում գտնվող 2023 թվականի նոյեմբերի 17-ին վճիռ կայացրեց Արցախայության հարցով եւ վճիռը սևը սպիտակի վրա գրված է Արցախահայերը ունեն միջազգային իրավունք ազատ եւ անվտանգ վերադառնալու իրենց հայրենիք նկատի ունի Արցախը սա մեկ երկրորդը նա ասել է որ եկեղեցին է խանգարում եւ սկսեց բացատրել, ընդ որում ես չեմ ուզում առանձին խոսել այդ մասին, բայց գիտեք, միջազգային ատյաններում խոսել որևէ երկրի սրբագույն հարցերի մասին եւ վարկաբեկել դա մեկ այլ պաշտոնյան ռուսական հեռուստատեսության հայտարարում է, որ մեր եկեղեցու ղեկավարները մանկապիղծ են եւ ռուս, կարծեմ վրացի էր ազգության, բայց ռուսական հաղորդավար էր, ռուսական ալիքի, ապշած հարցնում է դուք ունեք այդ ապացույցները, իհարկե ապացույցներ չկան, թե չէ, կներեք, եթե մանկապղծության հարց կա, ուրեմն կան զոհեր, եւ եթե դուք այդ փաստերը ունեք եւ չեք հրապարակում եւ չեք պատժում այդ դահիճներին, ուրեմն դուք փաստորեն ապօրինի բան եք անում, դուք չեք պաշտպանում զոհերին, ուրեմն դուք չունեք այդ փաստերը, ինչի համար է դեպքում միջազգային ատյաններում հայտարարել, որ հայոց եկեղեցին մանկապիղծ է, որ Ադրբեջանում Շուքուրզադեն ասի, բա ես ասում եի, չէ, որ հայերը բոլորը մանկապիղծ են, SNN են, չեմ ուզում ասել ինչ է ասվել մեր մասին, քրիստոնեության մասին, բայց ինչու դա պետք է ասի Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչը եւ երրորդը հիմա Վրաստանն է պարզվում է խանգարում Ֆաբերժեի ձվերն են խանգարում ըստ երևույթին պարողներին ուր դա կտանի հրաժարվում է Փաշինյանը փաստորեն Եվրամիության անդամակցությունից այդպես է պետք հասկանալ եթե նա Հայաստան Եվրամիության անդամակցությունը պայմանավորում է Վրաստան Եվրամիություն հարաբերությունները Ես հենց նոր բերեցի ձեզ այն ինչ հանձնակատարը ասեց Վրաստանի մասով վրացական երազանքը խափում է սեփական ժողովրդին եւ փորձում է խափել մեզ ես պնդում եմ որ դա վերաբերվում է պարզապես պարկեշտությունից դրդված Եվրոպան չի ուզում ասել դա ուղիղ բայց կասի անպայման, որովհետև մասնավոր խոսակցություններում, որոնք մենք հիմա արդեն այս օրերին ունենք։ Եվ ես 2 օր առաջ հանդիպել էի 4 ներկայացուցիչների հետ, որոնք ընտրությունների դիտորդների խմբերն են ղեկավարում։ Եվ իրենց հետ այդ խոսակցությունը հենց այդպես այդ ճանապարհով էր գնացել, այդ քննարկման վրացական երազանքի հետ համեմատություն։ Պարզապես իրենք գործում են ինչպես բժիշկն է գործում, ասում է եկեք ելնենք այն սկզբունքից, որ գոնը չվատացնենք իրավիճակը, հիվանդի վիճակը չվատթարեցնենք մեր միջամտությամբ։ Տեսնենք ինչ է ասում ձեր ժողովուրդը, որքան կարող է համբերել, ինչքան կարող է, ինչը կարող է էլի հանդուրժել հայ ժողովուրդը։ Ասում են եվրոպացիները, որովհետև իրենք ի տարբերություն ռուսների կաշառքներով, սպառնալիքներով եւ շանտաժներով չեն գործում ընտրություններում։ Իրենք վստահում են, որ հայ ժողովուրդը ազատություն սիրող, ազատատենչ ազգ է, այլ ոչ թե հոտ, որին այսօր ուղարկում են Արցախ մեռնելու, իսկ հետո ասում են, գիտեք, Արցախյան շարժումը փուչիկ է, այդ սուտ է եւ այդ զոհերը անիմաստ են։ Նույն մարդիկ չեն ամաչում իրենց խոսքերից եւ ինքնասպանություն չեն գործում եւ հրաժարական չեն տալիս, այլ ասում են, հա մենք այն ժամանակ էլ ենք ճիշտ, հիմա էլ ենք ճիշտ, մենք միշտ ճիշտ ենք, իսկ դուք միշտ սխալ եք։ Եթե մենք ազգ ենք,
Մենք չենք թույլ տա նման բան շարունակվի։ Դրա համար են ժամանակ առ ժամանակ անցնում ընտրություններ։ Ես կրկնում եմ, եթե հայ ժողովուրդը վերընտրի այս խայտառակությունը, ուրեմն մենք արժանի ենք լինելու այս ճակատագրին, որը մեզ համար պատրաստում է այսօրվա իշխանությունը։ Բայց ձեզ կպատասխանեն, կասեն, այդուհանդերձ Փաշինյանի ելույթը ավարտվեց բուրըն ծափահարություններով։ Ուրեմն Փաշինյանի ասածները համահունչ էին եվրոպացիների տեսակետներին, համոզմունքներին։ Ես կարծում եմ, որ չպետք է շփոթել քաղաքավարությունը քաղաքականության հետ, պարկեշտությունը ստորության հետ, եւ քանի որ այդ ճառի մեջ կային մի քանի կոմպլիմենտներ, կեցե խաղաղությունը, կեցե ժողովրդավարությունը։ Այ դրան մարդիկ ծափահարեցին, այո, որովհետև կենացները միշտ վերջում ավարտվում են նրանով, որ մարդիկ այնուամենայնիվ բաժակները բարձրանում եւ դատարկում են, բարձրացնում եւ դատարկում են։ Ըստ երևույթին, ասում եմ, կենացները եկեք չխառնենք, հա, իրականության հետ։ Սա կենաց էր, բայց կենացները ասում են նաեւ թաղումների ժամանակ։ Եվ այսպես վերջին, ուրեմն, որպեսզի ամփոփում լինի, ձեր խոսքը ինչին էր վերաբերում, Հայաստանը կորցրեց եւս մեկ պատմական շանս։ Ինչի համար շանս? Խաղաղության համար, զարգացման համար, քաղաքական եւ ազգային գոյության համար, որովհետեւ 2100 տարի առաջ մեր մեծագույն արքան պայմանագիր կնքեց Եվրամիության հետ։ Այդ ժամանակ այդ Եվրամիությունը կոչվում էր Հռոմ։ Հանրապետությունը դառնում էր կայսրություն այդ պահին եւ Տիգրան Մեծը կանխատեսեց դա եւ պայմանագիր կնքեց Պոմպեոսի հետ։ Մենք հիմնադիր երկիրն ենք։ Հռոմը եւ Հայաստանի արքայությունը հիմնադիրներն են Եվրոպական միության։ 200 տարի շարունակ ռուսական գաղութ լինելով Հայաստանը կորցրեց ամեն ինչ։ Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Արցախը, հիմա հարցը հասել է արդեն այդ վերջին մի քանի հազար քառակուսի կիլոմետրին, որը Փաշինյանը պատրաստվում է հանձնել Ալիևի եւ Էրդողանի կամաճույքին։ Դրա փրկությունը մեկն է։ Ռուսաստան այստեղ մեզ չի օգնում։ Ռուսաստան արեց ամեն ինչ, որ մենք դառնանք հիմա թուրքական վիլայեթի մաս։ Գուբերնիայից անցնենք վիլայեթի։ Փրկությունը մեկն է եւ մենք դա ոչ միայն ասում ենք, երբ որ ես կարդում եմ, դուք մենակ խոսում եք, ժողովուրդ ջան, մենք չլինելով խորհրդարանական կուսակցություն, չունենալով օլիգարխներ կամ հատուկ ծառայություններ, ինչպես դուք ունեք ձեր թիկունքում, մենք կարողացանք կազմակերպել ժողովրդին եւ հասցրեցինք մեր ծրագրային նպատակը Հայաստանի պետական օրենքի մակարդակին։ Մենք պետք է լինենք խորհրդարանում, որ այդ օրենքը իրականացվի, որ Հայաստանի Հանրապետությունը լինի տեխնացու, իսկ հետո լիիրավ անդամ, մինչև 2030 թվականը մենք դարձնելու ենք Հայաստանը Եվրամիության անդամ։ Շնորհակալ եմ, պարոն Խզմալյան։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ էինք զրուցում։ Զրույցը վարում էր Գայան Արաքելյանը։ Բարին ձեզ։